Հունիսի 24-ին ժամը 19:39-ին Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարբաս գյուղից ծակած կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ Ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն Վանաձոր բժշկական կենտրոնից։ Իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժ անձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության եւ համայնքային ոստիկանության Գուգարկի բաժնի ծառայողներ։ Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին Դարբաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։ Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը եւ դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։